Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մայիսի 18-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Կարևոր զարգացումներ են նաև ուկրաինական պատերազմի հետ կապված, նաև տարածաշրջանում նաև կարևոր զարգացումներ են Իրանի հետ կապված, այդ բոլոր հարցերին հանգամանորեն կանդրադառնանք։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ նախապատրաստում է հեռախոսազրույց Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների միջև, այսինքն այն ինչ որ Դոնալդ Տրամպը ասեց, արդեն հաստատեցին, այնպես որ վաղը դրա հետ կապված ինչ որ կլինի, անպայման դրան կանդրադառնանք, իսկ ուղղակի նայենք ինչ ունենք նախնական դրա հետ կապված։ Իսկ հանդիպումից առաջ, հեռախոսազրույցից առաջ Պուտինն արդեն իր կարծիքներն է ուզում ուղղակի լսեցնել, այսպես ասած։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է. մենք ունենք բավականաչափ ուժ և ռեսուրսներ 2022 թվականին սկսածը հասցնելու իր տրամաբանական ավարտին այն արդյունքներին, որն անհրաժեշտ է Ռուսաստանին, ասել է Պուտինը։ Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության արդյունքներն, որն անհրաժեշտ է Մոսկվային, ենթադրում է ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառների վերացում, կայուն և երկարաժամկետ խաղաղության ձեռքբերում, Ռուսաստանի անվտանգության ապահովում և ռուսալեզու բնակչության շահերի պաշտպանություն։ Այնտեղ, որտեղ ապրում են մարդիկ, ովքեր ռուսերենը համարում են մայրենի լեզու, Ռուսաստանը համարում է իրենց հայրենիքը։ Իհարկե այս ամեն ինչն ինչ որ ասել էր, թե ինչ նպատակ էր հետապնդում այդ պատերազմը, որ միջև վերջ կարող են դրան հասնել, ավելի աննպատակ պատերազմ, որը սկսված էր, մի հատ էլ նպատակ է ման գալի, 3 տարուց ավել կռվելուց հետո որն էր դրա նպատակը, ինչ տվեց դա Ռուսաստանին, մի քանի կիլոմետր տարածք, որի դիմաց տասնապատիկ ավել հանձնվեց Չինաստանին, ազդեցություն հանձնվեց, տարածքներ հանձնվեց, ծառայություններ և ընդհանրապես կախվածություն մեծացվեց Չինաստանից, այդ էր հաղթանակը։ Եվ այն պարագայում, որ Ուկրաինայի հետ նորմալ կարելի էր համագործակցել և իմանալ, որ ինչպես իրանք էին նշում, իրենց եղբայրն է, այն բուֆերը, այն միջանկյալ պետությունը Եվրոպայի հետ շփվելու։ Հիմա այդ ամեն ինչը իհարկե հասկացանք, բայց մի բան, որը որ մեզ ուղղակի հետաքրքրում է, սա վրա ուզում եմ հատուկ ձեր ուշադրությունը հրավիրեմ։ Այնտեղ, որտեղ ապրում են մարդիկ, ովքեր ռուսերենը համարում են մայրենի լեզու, Ռուսաստանը համարում են իրենց հայրենիքը, ասել է Պուտինը։ Այսինքն պատկերացնում եք, չէ՞։ Այսինքն ինքը համարում է, որ եթե միտեղ մայրենի լեզվով խոսում են, Ռուսաստանը դա համարում է իրենց հայրենիքը։ Այսինքն սա ինչ է նշանակում։ Իսկ ինչի է դա մեզ վերաբերում, հիմա դա էլ կասեմ։ Աբսուրդը իհարկե գիտեք որն է, հիմա Լոս Անջելեսում էլ են հայեր ապրում, հայերենն էլ մայրենի լեզու են համարում, հիմա ինչ ասենք։ Ասենք այդ մեր հայրենիքն է, հա։ Հետո եթե հանկարծ խնդիրներ լինի միջամտենք նրան, իհարկե Ռուսաստանը ցանկացած տեղ, որտեղ ռուսերեն խոսում են եւ համարում են իրանց մայրենի լեզուն, նաեւ շատ-շատերը Ռուսաստանի քաղաքացիություն են, շատ պատահաբար հիշում է, որ նրանց իրավունքները պետքա վերականգնի։ Ու այդ պարագայում ցանկացած երկիր մտնում է մտահոգված լինելով ռուսալեզու ժողովուրդների կամ էլ թե չէ հենց իր քաղաքացիների համար։ Ինչի եմ ասում, որ դա նաեւ մեզ համար է վտանգավոր, նաեւ դա էլ կասեմ, որովհետեւ հիմա տեսեք Ռուսաստանի հետ կապված Ռուսաստանը ցանկանում է այստեղ նորից դպրոցներ բացել, կենտրոններ բացել եւ այլ եւ այլ։ Եթե Ռուսաստանը լիներ նորմալ կառավարվող պետություն, դա միանգամայն նորմալ էր, ինչ էր եղել որ։ Մենք ԵԱՏՄ անդամ ենք, ԵԱՏՄ անդամ երկրների հետ խոսելու աշխատանքային լեզուն ռուսերենն է, եւ շատ դեպքերում միայն ռուսերենը դպրոցական մակարդակով իմանալը բավարար չի։ Պետք է ունենալ եւ տեխնիկական գրականություն, պետք է ունենալ եւ մասնագետներ, որոնք որ կարողանան այնպես մարդկանց հետ խոսեն այն ամեն ինչը անեն, որ մարդիկ նորմալ բիզնես անեն ոչ միայն Ռուսաստանի հետ, այլ նաեւ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ։ Զուտ մասնագիտական ձևակերպումներով կարողանան իր հետ ուղիղ կապով աշխատեն, այդ լեզուն օգտագործեն։ Դա միայն դպրոցական գիտելիքը բավարար չէ։ Դրա համար լուրջ գրականություն է պետք եւ լուրջ աշխատանք է պետք կատարել։ Մանավանդ եթե մենք այդ համակարգի անդամ ենք, բայց
Ինչի են մարդիկ սվիններով դիմավորում Ռուսաստանի այս քայլը, որտեղ այնտեղ որտեղ ինքը դպրոց է բացում, ասում է այս մեր տարածքն է։ Այսինքն ինքը չի այդ աշխատանքային լեզուն իր համար միջոց է, որ ոչ թե դրանով հաղորդակցվեն իրար հետ, այլ դա սպառնալիք է դառնում պետության համար։ Եթե վաղը մենք կլինենք յուրիշ անդամ, ԵԱՏՄ-ից դուրս կգան կլինենք Եվրամիության անդամ, իհարկե մարդիկ ավելի շատ կօգտագործեն այն մյուս լեզու։ Բացառվում է, որ ռուսերենը լինի պաշտոնական լեզու Հայաստանի համար որևէ պարագայում, որովհետև իմաստը դրա բացարձակ չկա։ Այն պարագայում, որ այսօր կարող է մի հատ տնտեսական միավորման մեջ ելնես, վաղը մյուսի մեջ ելնես։ Կարող է ամեն անգամ մեկի լեզում դի պաշտոնական։ Ես դա պաշտոնականի մասին չեմ խոսում, այդ ժամանակին էին ասում, ընդհանրապես հիմարություն էր, դա չի հարցը։ Բայց երբ որ ինքը ցանկանում է ակտիվացնել, բայց ակտիվացումը ինքը առիթ է ծառայացնում, որ ասի դա ինն է, դրա դեմ իհարկե դիմադրում են։ Թե չէ ցանկացած պարագայում հիմա Ֆրանսիան ֆրանկոֆոն երկրների հետ կապ ինչ ան հսկայական ծախսեր անում, որ իր լեզվով ավելի շատ խոսեն, իր լեզվով շփվեն։ Դրա մեջ ինչ վատ բան կա։ Բայց ինչի Ռուսաստանի հետ կա, որտեվ ինքը դա ցանկանում է օգտագործել որպես գործիք։ Եթե այնտեղ կա ռուսալեզուներ, այնտեղ կան Ռուսաստանի քաղաքացիություն ունեցողներ, մենք պետք է նրանց շահերը պաշտպանենք բռնի ուժով։ Այս սա է, որ եթե իրանք բռնապետ չլնեին, մարդիկ դրանից ինչի պետք է վիրավորվեին, որ։ Հիմա շուրջ 200 տարի Հնդկաստանն եղել է Մեծ Բրիտանիայի տիրապետության տակ, ինչ որ տարբեր կառույցների ձևով ուղիղ չէ, բայց ուղղակի մոտարապես այդքան եղել է։ Ինչ է եղել 1947 թվականին ստացել է անկախություն։ Անկախություն ստացել է, դրանից 2 տարի հետո սահմանադրություն են ընդունել անկախ պետության, որը մի տարի հետո մտել է ուժի մեջ։ Բայց իրանք երբ որ հետագայում ցանկացան 1965 թվականին փոխեն սահմանադրության մեջ եւ անգլերենը դարձնեն ոչ պետական լեզու, որտեղ անգլերենը հինդուի հետ միասին պետական լեզու է, երկու պետական լեզուեր 22 պաշտոնական։ Իսկ այդ պաշտոնական լեզուներն օգտագործում են ավելի շատ նահանգները իրանց մեջ փաստաթղթաշրջանառության համար։ Պետական լեզուն այդ երկուսն էր, հինդուն ու անգլերենը, բայց իրանք որոշեցին ինչի պետք է գաղութատիրոջ լեզվով խոսեն, ավելի լավ է բերեք դա դարձնենք երկրորդ օգնող լեզու։ Եվ այդ ժամանակ անգամ դեռ Ինդիրա Գանդին վարչապետ չէր, Ստորին պալատի պատգամավոր էր, խելքները չեք գցե, բացի այդ որ նահանգները ոտքի կանգնեցին, շատերը դժգոհեցին, որովհետև հինդուն զարգացած չէր, ասինես ինչ եք անում, գաղութատիրոջ դեմ պայքարում եք, բայց դուք հինդույով այդ ուղիղ կարդալու եք, աշխարհում ինչ ինֆորմացիա կա, փոխանակն հենց անեք, որ շատ արագ աճեք, փոխանակն հենց անեք ուղիղ ինֆորմացիա ստանաք, այդ ամբողջ գրականությունը, որ դուք թարգմանեք, քանի տարի կտևի, որ դուք պատկերացում ունենաք աշխարհը ինչ է կատարում։ Աստծուց կրակեք, ուզում են անգլերենը խոսալով ամբողջ աշխարհի ինֆորմացիան ունեք, գաղութատիրությունից ազատվելու տարբերակը մենակ այն չի, որ նրա լեզվով չխոսես, դու ընդհակառակը նրա լեզվով աշխարհի հետ հաղորդակցվի։ Այդքանը իրանց խելքը հասավ եւ տեսակ, որ դա Հնդկաստանին օգնեց, բայց ինչի այդքան հզոր պետություն է դարձել, հեսա 1.5 միլիարդ աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող, բայց չի հրաժարվում անգլերենից, որովհետեւ դա իրան օգնում է շատ ավելի մեծ ինֆորմացիան ուղիղ ստանալ եւ իր քաղաքացիները դա գիտեն։ Եվ ինչի պիտի հրաժարվի, բայց որովհետեւ այսօր Մեծ Բրիտանիան իր լեզվով չի չարչարվում, որ նորից Հնդկաստանը դարձնի գաղութ։ Տարբերությունը սա է, իսկ Ռուսաստանի պարագայում տարբերությունը լրիվ ուրիշ է։ Այդ դրամա, երբ որ հասարակությունը ըմբոստանում է դրա դեմ, ցանկացած նման քայլ համարում է ոտնձգություն Հայաստանի ինքնիշխանությանը։ Այդ պատճառը դա է։ Հիմա տեսնում եք մարդը ինչ է ասում։ Պետք է Ուկրաինայում անպայման ռուսերենը վանարվի, պաշտպանվի եւ իրանք դա համարեն մայրեն, հենց համարեցին մայրեն լեզու, վсё, վերջ ատեն հայրենիքի հարցը լուծված է։ Դրա համար մենք էլ դրանից անհանգստանում ենք, որովհետեւ տեսնում ենք իրանք վարքագիծը որն է։ Եթե այդպեսին է Ուկրաինայի հետ, իր հարևանի հետ, որ ասպես սլավոն եղբայրներ ենք, տեսանք եղբորդ հետ ոնց է վարվում։ Նույն ձևի մենք մտածում ենք, թե դու ոնց կվարվես մեկ ուրիշի հետ, երբ որ ասպես դա իմ պատմական տարածքն է։ Հիմա նայենք, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո
ինչ ասեմ, մենք ռուսներին տեղեկացրել ենք, որ կոնգրեսը կընդունի պատժամիջոցների մասին օրենքը, եթե առաջընթաց չգրանցվի Ուկրաինայի շուրջ բանակցություններում։ Ռուբիոն Լավրովի հետ զրույցից հետո հայտնել է, որ Ռուսաստանը Ուկրաինայում հրադադարի պահանջների ցուցակ է պատրաստում։ Այսինքն սա էլ կարևոր է, որ Միացյալ Նահանգները այնուամենայնիվ այն պահեստային տարբերակը դիտարկում են, երեք Տրամփն էր դրա մասին ասում, որ եթե Ռուսաստանը դրան չգնա, իրանք պատժամիջոցներ կկիրառեն։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հայտարարել է. ամերիկյան վարչակազմը կարողացել է որոշակիորեն մոտեցնել Ռուսաստանի եւ Ուկրաինայի դիրքորոշումները ճգնաժամի կարգավորման հարցում։ Այս տիպի բանակցություններում մարդիկ որոշակի դիրքորոշումներ են ընդունում, արվեստը կողմերի միջև անջրպետը կրճատելն է եւ կարծում եմ, որ մեզ դա որոշ չափով հաջողվել է, ասել է Ուիթքոֆը։ Հիմա մենք տեսնում ենք նաև, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ջանքերին գումարած նաև երեգել խոսեցինք, որ Մերձավոր Արևելյան այցի ընթացքում շատ հանգիստ կարող է Միացյալ Նահանգները արաբական երկրների հետ հատկապես շատ էական դերակատարություն ունի Սաուդյան Արաբիան, այդ կարող է պայմանավորվել եւ նավթի գինը գցել, նույնիսկ եթե չգցել դրանով շանտաժանելով Ռուսաստանին կկարողանա պարտադրի, որ գա կառուցողական դաշտ։ Հիմա տեսնենք, թե ի վերջո արդյունքում ինչպես կվարվի։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը դատապարտել է Ռուսաստանին Ուկրաինայի վրա անսասան դաժանությամբ շարունակվող հարձակումների համար, հավելելով, որ ռուս-ուկրաինական հրադադարի շուրջ բանակցությունները նույնպես չեն արդարացրել սպասումները։ Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հետ հրավիրված ասուլիսի ժամանակ Գերմանիայի կանցլերը խոստացել է շարունակել ուժեղացնել ճնշումը Մոսկվայի վրա լրացուցիչ պատժամիջոցների միջոցով։ Իհարկե, Գերմանիայի դերակատարությունը, ակտիվ դերակատարությունը շատ կարևոր է, շատ բավական ակտիվ այդ հարցերում Ֆրիդրիխ Մերցը, հուսանք, որ ինքը որոշակի տոն կհաղորդի, առավելևս, որ մի քիչ հետընկած էր, լա ոչ միայն Շոլցի ժամանակ էր հետընկած, Անգելա Մերկելի ժամանակ խայտառակ վիճակ էր, որովհետև Գերմանիան ուղղակի ախպերություն էր, չէ, քույրիկն էր, ախպերը չէր, Մերկելը Պուտինի։ Դրանից հետո նենց ոնց որ մի քիչ անցումային եղավ, էլի Շոլցը մի քիչ փոխվեց, հետո հիմա արդեն լրիվ ավելի ակտիվ ձևով այդ հարցերը։ Իսկ բացի այդ էլի հարցեր կա, Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Լեհաստանի ղեկավարների հետ մտադիր են խոսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի հետ, ԱՄՆ նախագահ եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երկուշաբթի օրը նախատեսված հեռախոսազրույցի առաջ։ Ես խոսել եմ Մարկո Ռուբիոյի հետ, այսինքն պետքարտուղար է ԱՄՆ, այդ թվում վաղվա հեռախոսազրույցի մասին։ Մենք պայմանավորվել ենք, որ եւս մեկ անգամ կխոսենք 4 պետությունների ղեկավարների եւ ԱՄՆ նախագահի հետ։ Պուտինի հետ խոսակցությանը նախապատրաստվելու շրջանակներում, ասել է Մերցը։ Ինչպես տեսնում ենք, այս 4 ակտիվ երկրները, իհարկե երկուսն էին շատ ակտիվ, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, հետո բարեբախտաբար խաղադաշտ մտավ ակտիվ ձևով Գերմանիան եւ նաեւ իրանք ասին, իսկ ինչու ոչ Լեհաստանը, այսինքն ոչ թե 3, այլ արդեն 4-ով եւ պարբերաբար, ինչպես տեսնում ենք, այդ ֆորմատով են, այդ ձևաչափով են իրանք հանդես գալիս։ Եվ հիմա որ նրանք ցանկանում են նաեւ Տրամփին ցույց տալ, որ մեկ ամեն կանգնած ենք Ուկրաինայի թիկունքում, ավելի լավ արի միասնական անենք եւ պատժամիջոցներով ստիպենք Ռուսաստանը գա կառուցողական դաշտ։ Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը տեղեկացրել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին եւ Հռոմի Պապ Լեո 14-ը մայիսի 18-ին փակ հանդիպում կանցկացնեն պաշտոնական պատարագից հետո։ Դա կլինի նրանց առաջին պաշտոնական հանդիպումը։ Երկուշաբթի օրը մայիսի 12-ին Հռոմի Պապն արդեն հեռախոսով զրուցել է Զելենսկու հետ։ Ուկրաինայի նախագահը դարձել է առաջին օտարերկրյա ղեկավարը, ում հետ խոսել է նոր Պապը։ Հիմա ինչպես տեսնում եք, Զելենսկին, որը մասնակցել էր Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի թաղման արարողությանը, այնտեղ էր որ հանդիպեց Դոնալդ Տրամփի հետ, հիմա երթմնակալության արարողությանը, գահակալության այս արարողության հետ կապված նորից ինքը գնացել է Վատիկան եւ արդեն շատ կարեւորում են նաեւ այդ հանդիպումը։ Հիմա տեսեք, թե ինչքան են կարեւորում պատերազմող երկրի նախագահան ինչքան է կարևորում Հռոմի Պապի այդ շփումները եւ նրա դերակատարությունը, որ նրա գործը մենակ աղոթքը չի, ժողովուրդ ջան, ոնց որ շատերը թյուրիմացաբար կարծում են։ Հիմա տեսեք, մենք ինչքան հարցեր ունենք ճիշտ ձևով աշխատանք տանելու համար։ Իսկ հետո արդեն տարածվեց
մյուս հաղորդագրությունը, որ Վոլոդիմիր Զելենսկին եւ Հռոմի Պապ Լեո 14-րդը արդեն հանդիպել են Վատիկանում։ Հանդիպումից հետո Զելենսկին ասել է. Սուրբ Աթոռի իշխանությունն ու ձայնը կարող են էական դեր խաղալ Ուկրաինայում պատերազմի ավարտի հարցում։ Շնորհակալություն ենք հայտնում Վատիկանին Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև ուղիղ բանակցությունների հարթակ դառնալու պատրաստակամության համար։ Մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափով երկխոսության հանուն իրական արդյունքների, հայտնել է Զելենսկին։ Ինչպես տեսնում եք, կարող էր Զելենսկին չգնալ երթունակալությանը, մանավանդ մի քանի օր առաջ գնացել էր ինքն էր անձամբ մասնակցել, կարող էր մեկ ուրիշի դեմքով այնտեղ գնային մասնակցեին, ոնց որ ասենք Հայաստանում նախագահն էր մասնակցել Վահագն Խաչատուրյանը։ Բայց հարցը նա է, որ ինքը հատուկ կարևորել էր այդ հանդիպումը, ոչ թե մենակ նենց հարգանքի նշան, այլ հատուկ կարևորել էր, որ գնար հանդիպեր։ Եվ հիմա այդ առիթով Վոլոդիմիր Զելենսկին Հռոմում նաև հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։ Հանդիպանը ներկա է եղել նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Սա Զելենսկու եւ Վենսի առաջին հանդիպումն է փետրվարի վերջին Սպիտակ տանը տեղի ունեցած վեճից հետո։ Այն հիշում եք այն հայտնի պատմությունը, որ հարձակվել էին։ Հանդիպումը տևել է 40 րոպե ու դրանից հետո Վոլոդիմիր Զելենսկին ներկայացրել է հանրությանը, թե ի վերջո ինչ հանդիպում էր, ինչ էին քննարկում։ Հիանալի հանդիպում ունեցա Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հռոմում։ Քննարկեցինք Ստամբուլում կայացած բանակցությունները, որտեղ ռուսներն ուղարկել էին ցածր մակարդակի պատվիրակություն, որը լիազորություն չուներ որոշումներ ընդունելու։ Սա հատուկ ընդգծում է նրա համար, որ տեսեք, մենք ձեզ հարգեցինք, իրանք չհարգեցին, դե հիմա արդեն դուք որոշեք։ Ես հաստատեցի Ուկրաինայի պատրաստակամությունը իրական դիվանագիտության համար եւ նշեցի ամբողջական ու անվերապահ հրադադարի կարեւորությունը։ Ներկայացվեցին նաեւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների անհրաժեշտության երկկողմ առևտրի պաշտպանության ոլորտում համագործակցության, ճակատում տիրող իրավիճակի եւ գերիների փոխանակման ապագա փուլերի հարցերը։ Ռուսաստանի նկատմամբ ճնշումը պետք է շարունակվի մինչև այն պատրաստ չլինի դադարեցնելու պատերազմը։ Եվ իհարկե մենք քննարկեցինք մեր համատեղ քայլերը արդար եւ կայուն խաղաղություն հաստատելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում ամբողջ ամերիկյան ժողովրդին իրենց աջակցության եւ կյանքեր փրկելու հարցում առաջնորդության համար, նշել է Զելենսկին։ Իհարկե մեկ անգամ եւս ասեմ, որ մեզ համար նույնիսկ ավելի կարեւոր է, քան Ուկրաինայի Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի, թե ինչով կավարտվի, ինչ արդյունքով կավարտվի այս պատերազմը, որտեղ դրանով կորոշվի նոր աշխարհակարգը ինչ տեսք կունենա։ Առավել եւս խառն է ոչ միայն աշխարհը, այլ նաեւ մեր տարածաշրջանը, այնպիսի վայրվերումների մեջ է մեր տարածաշրջանը, որ այսինքն եթե չկա խաղի կանոններ աշխարհի համար, դա շատ վտանգավոր է փոքր երկրների համար։ Առավել եւս որ այդ փոքր երկրները նաեւ նորմալ դիվանագիտություն վարելու ունակ չեն։ Իսկ հիմա տեսեք նաեւ գնահատականը Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին ինչ ասել. Պեկինը կարող էր Պուտինին տեղը դնել եւ ավարտել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը։ Ռուսաստանը Չինաստանի ժողովրդական հանրապետության տնտեսական վասալն է, ուստի Պեկինը կարող է Կրեմլին սպառնալ առևտրային էմբարգոյով, սակայն այս պահին ամեն ինչ այդպես չէ, նշել է նախարար Սիկորսկին։ Իհարկե այդ ամեն ինչը նշելով նախարար Սիկորսկին պետք է նաև հաշվի առնի մի հանգամանք, որ Չինաստանը դա կաներ մի դեպքում, եթե Չինաստանը սերտ գործընկերության հարաբերություններ ունենալով Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ պայմանավորվեին խաղից դուրս թողեին Ռուսաստանին, մեծ հաճույքով Չինաստանը դրան կգնար։ Բայց երբ որ Դոնալդ Տրամպը ի սկզբանե հայտարարեց, որ հետ են քաշվում Եվրոպայից, նրա անվտանգությունը չի կարևոր, մենք լուրջ խնդիր ունենք, մեր հիմնական հակառակորդը Չինաստանն է, պետք է Ռուսաստանի հետ լավը լենք, պոկենք Չինաստանից, այդ ամեն ինչը հրապարակային ասվեց իրենց քաղաքականությունը եւ դրա հետ կապված Չինաստանը սկսեց հակաքայլեր անել, դրանից հետո ակնկալել, որ Չինաստանը Ռուսաստանին պետք է սաստեր, առնվազն բացատրություն չունի։ Այո, եթե իրոք հիմա Դոնալդ Տրամպը կվերանա իր քաղաքականությունը եւ Չինաստանի հետ կսկսի որակյալ հարաբերություններ ունենալ, մտածելով, որ իսկ ինչ խնդիր ունի Չինաստանի հետ, որ կարելի է կարծել Չինաստանն է ագրեսոր, Չինաստանն է մտել Ուկրաինա։ Ինչ խնդիր ունես Չինաստանի հետ, աշխարհի երկրորդ տնտեսության հետ, ինչ խնդիր ունես։ Այդքան էլ հետները առնչվում ես արտաքին պարտքի երկրորդ տեղը Ճապոնիայից հետո Չինաստանի հետ Ամերիկայի։ Դրանից բացի այդքան ապրանքա Չինաստանը վաճառում Ամերիկայում, փոխադարձաբար կախվածություն կա իրար մեջ։ Եվ այդ պարագայում Չինաստանի հետ նորմալ գործընկերությամբ նա
շատ արագ Ռուսաստանին կարգի կհրավիրեր ու կասեր վերջ դադարեցնում ես այս պատերազմը, այլապես ին վրա հույս չդնես։ Դա մի րոպեի հարց էր, բայց այդ մի րոպեին հասնելու համար ամիսներով պետք է հարաբերությունը չփչացնեին Չինաստանի հետ, չնայած հիմա աշճանաբար իհարկե Դոնալդ Տրամպը վերանայում է, բացի Մաքսայինը, այս գեղեցիկ ժեստեր արեց Սի Ցզինպինին, այդ էլ ենք լսել էլի, նենց որ շատ լավ է, պետք է հանդիպենք, այս պետք է անենք, այն պետք է անենք, գովեստի խոսքեր ասեց, այնուամենայնիվ դա խոսում է նրա մասին, որ իրոք հասկացան, որ այդ ճանապարհը չէ ճիշտ։ Այնպես որ ուզեմ ասեմ, Սիկորսկին պետքա իմանա պատճառը ինչա, որ Չինաստանը արևմուտքի թիմից չի խաղում։ Եթե դուք ուզում եք Չինաստանին մեկուսացնեք, դա չի պետք է ձեր թիմից խաղա։ Չնայած այդ հարցում Եվրոպան Չինաստանի հետ համագործակցում է, չենք կարող մեղադրել Եվրոպային, բայց միևնույն է Չինաստանն էլ չես կարող մեղադրել, թե ինչի չի համագործակցում ընդհանուր արևմտյան փաթեթի ծրագրի հետ, որովհետև այդ ընդհանուր չի արևմուտքը։ Դեռ Եվրոպան ու Ամերիկան դեռ պայքարում են, իրաց դիրքերն են ճշտում ուկրաինական պատերազմի հետ կապված։ Իսրայելական բանակը հայտարարել է Գազայի հատվածի հյուսիսում և հարավում լայնածավալ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Համապատասխան հաղորդագրությունը տարածել է բանակի մամուլի ծառայությունը։ Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային զորքերը գործողություններ են սկսում Գազայի հատվածի մի քանի շրջաններում, Գեդեոնի մարտակարգեր գործողության մեկնարկի շրջանակներում, ասում է հաղորդագրության մեջ։ Իհարկե, այս քայլը մինչև Տրամպի հայտարարությունը, որ պատրաստում է Գազան դատարկել, լրիվ ուրիշ թևի կընկալեինք, որ պայքարում են ահաբեկիչների դեմ, որ ցանկանում են վերացնել, որովհետև իրանք ինքնապաշտպանության իրավունք ունեն, բայց երբ որ Տրամպը ասեց, որ պետք է Գազան դատարկենք եւ երջանկացած Իսրայելից ասին ամեն ինչով կօգնենք, կդատարկենք, արդեն հիմա ուրիշ վերաբերմունք է, որքանով է անհրաժեշտություն է այս գործողության, առավել ևս երբ որ Իսրայելը ամեն կերպ ցանկանում է դրդի Ամերիկային հարված հասցնի Իրանին, որովհետև հասկանում է, թե Իրանը միջուկային զենք ստեղծեց, առաջի թիրախը ինքն է ալնելու, Իսրայելն է ալնելու։ Եվ այս պարագայում իրան չի հաջողվում, բայց հիմա նույնիսկ այս ակտիվությունը, եթե նույնիսկ ինքը Գազայում անի, այսօր պատրաստ չի Միացյալ Նահանգները Գազան դատարկելու ծրագիր իրականացնի։ Նույնիսկ եթե ինչ ակտիվություն ուզում է ցուցաբերի Իսրայելը, ու նույնիսկ եթե այսօր ասի, որ նորից ահաբեկիչների հետ եմ կռվում, այս ցամաքային գործողությունները դրա մասին է, միևնույն է մարդիկ հասկանում են, որ Համասին շարքից հանելու հարցում արդեն այդքան էական չի, որտեղ խոսքը գնում է լրիվ ուրիշ հարցի մասին, այդ խաղաղ բնակիչներին հանելու, որը չի հաջողվելու, եւ Իսրայելը անիմաստ իր գլխին խնդրեմ ստեղծեց, աշխարհում շատերի հետ էլ հարաբերությունը փչացրեց, որտեղ Միացյալ Նահանգները չի գնալու դրան։ Բայց մենք դրա պետք է ուսումնասիրենք, որովհետև այդ ակտիվությունը, որը Իսրայելն ունի, մեզ ավելի շատ հետաքրքրում է ոչ թե այնտեղ, այլ հետաքրքրում է, որ հանկարծ այդ ակտիվությունը չլինի Իսրայել, Ադրբեջան, Իսրայելի թիկունքում Միացյալ Նահանգներ։ Դեռ այդ կապը այսօր չի աշխատում, շատ ավելի թույլ է, քան մինչև այս վերջի շրջանը, բայց դա վերացած չի, որովհետև ցանկացած պահի կարող է Դոնալդ Տրամպի վերաբերմունքը փոխվի։ Գիտեք, որ մի օրվա մեջ կարող է ցանկացած պատերազմի հետ կապված տարբեր հայտարարություններ անի։ Այսինքն դա օրակարգից չենք անի, ուղղակի կհամարենք մի քիչ ավելի թուլացած։ Եվ հիմա այս ակտիվությունը Իսրայելի նաև Գազայի ուղղությամբ որևէ ձևով Ամերիկային ներքաշելու հարցում առաջին դեռ չի հաջողվում։ Իսկ հիմա նայենք, Ադրբեջանը եւ Իրանը համատեղ զորավարժություններ կանցկացնել Լեռնային Ղարաբաղում։ Զորավարժություններում ներգրաված Իրանի Իսլամական Հանրապետության ստորաբաժանման ղեկավարը եւ այլ մասնակիցներ ժամանել են Ադրբեջան մասնակցելու համատեղ Արաս 2025 զորավարժություններին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ զորավարժություններին ընդգրկված ստորաբաժանումների ղեկավարների եւ երկու երկրների բարձրաստիճանալ ներկայացուցիչների միջև կայացել է հանդիպում, որի ժամանակ եղել է քննարկում զորավարժության նպատակների, դրա սցենարի եւ վայրի նախապատրաստման գործընթացի անվտանգության կանոնների եւ տարբեր փուլերում կատարվող խնդիրների վերաբերյալ։ Արաս 2025 համատեղ զորավարժությունները կանցկացվեն Լեռնային Ղարաբաղի տարածքներում մինչև մայիսի 21-ը։ Ինչու համար հատուկ ես սա ձեզ ներկայացրեցի, որովհետև Իրանի հետ կապված մեր հարաբերությունները, որ գերագնահատվում է, որ անվտանգության համակարգում ինքը մեծ տեր է, մեր թիկունքին կանգնած է, իհարկե Իրանը հանգիստ ֆորմալ առումով կարա ասի, դուք Ադրբեջանի տարածք եք ճանաչում, Արցախին ձայնից ինչ եք ուզում։ Այդ չի հարցը, դրա մասին չի խոսքը։ Զորավարժություններ անցկացնել Ադրբեջանի հետ
Լեռնային Ղարաբաղում, Արցախի տարածքում, այնտեղ ելներ Կասպիցի հետ կապված կարային ասենք դե հասկանալի է, դե մի հարև անեն, բա ինչ է ուզում ելնեն, ընդհանուր ծրագրեր են անում։ Այնտեղ Արցախում այդ զորավարությունների նպատակը որն է այդ պոտենցիալ թշնամին, այդ երևակայական թշնամին, ում դեմ այդ զորավարությունները, ինչ մարտական առաջադրանք են դնում իրանց առաջ կամ մարզվելու հետ կապված ինչ առաջադրանք են դնում, այսինքն համատեղ ինչ խնդիր են դնում իրանց առաջ, մի հատ էլ հասկանանք էլի։ Եվ այս պարագայում ուզեմ ասեմ հաշվի առնենք այն հանգամանքը, որ այո, միշտ էլ Իրանը եւ Ադրբեջանը փորձելու են լավ հարաբերություններ ունենան, բոլոր առումներով փոխկապակցված են իրանց հարաբերությունները։ Այո, եթե Ադրբեջանը հասկանա, որ ավելի շատ կօգտվի, եթե Իսրայելի միջոցով Ամերիկայի հետ հարց լուծի Իրանի դեմ, դա կանի, բայց դա էլ Ադրբեջանի համար շատ վտանգավոր է, որովհետև եթե դա կիսատ մնաց կամ Ամերիկան հետ քաշվեց, ինքը լուրջ խնդիրներ կունենա Իրանի հետ։ Բայց այնպես չի, որ Իրանը պատրաստ է Ադրբեջանի հետ պատերազմ սկսի, որի թիկունքին կանգնած է Թուրքիան։ Այնպես որ մենք այս վիճակը նայում ենք, այն նաև են միամիտների համար, որոնք համարում են, որ այ մարդենա Իրանը մեզ հերիք անչի հետևից է կնգը։ Իսկ հիմա նայենք Իրանը մեզ հերիք է, թե չէ։ Պակիստանի վարչապետ Մոհամմադ Շահբազ Շարիֆը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Նա հատուկ շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահին անցյալ ամիս կատարած հեռախոսազանգի, ինչպես նաև ճգնաժամի ժամանակ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին տարածաշրջան ուղարկելու գործում։ Իդեպի նկատի ունենանք, որ Պակիստանը խորհրդարանական կառավարման համակարգը, այսինքն վարչապետը գործնականում կարանք համարենք առաջի դեմք, էլի նախագահը այնտեղ ուղղակի արարողակարգային պաշտոն է։ Այսինքն գործնականում հարց լուծողն է զանգել Իրանին եւ հետը զրուցել է, շատ գոհ է, որ տարածաշրջան էր գնացել Արաղչին։ Խոսքը Պակիստանի մասին է, այն պետության, որ Հայաստանը չի ճանաչում, այն պետության, որ 44 օրյա պատերազմ Ադրբեջանի թիկունքին կանգնած էր, զուտ չէր աջակցում, ուղղակի մասնակից էր։ Հիմա ինչպես տեսնում ենք, կոնֆլիկտը գնում էր Հնդկաստան-Պակիստան եւ մենք ասում ենք, իսկ մեզ համար բարեկամ պետությունը Հնդկաստանը, բացի այն, որ ունենք պայմանագրեր, որ նրանք մեզ մատակարար են զենք, առհասարակ Հնդկաստանի հետ կապված մենք ուղղակի կարող ենք հեռանկարային ծրագրեր մտածել։ Իսկ դրան անմիջապես մենք տեսանք Թուրքիան, Ադրբեջանը դատապարտեցին Հնդկաստանին եւ սատարեցին Պակիստանին։ Դրանից անմիջապես հետո Հնդկաստանը նույնիսկ խաղաղության զինադադարի պարագայում, որ հիմա կոնֆլիկտ չկա, դադարացրեց առևտուրը Ադրբեջանի հետ, դադարացրեց առևտուրը Թուրքիայի հետ, էլ զբոսաշրջային ծրագրերը դադարացրեց, այսինքն դու իմ դեմ ես, պատասխանը կստանաս, նույնիսկ եթե հիմա ես Պակիստանի հետ չեմ կռվում։ Այսինքն դուք նայում եք մի հատ հայտարարության հետևանքը ինչ տեղի ունեցավ։ Իսկ այս պարագայում հիմա արդեն Պակիստանի վարչապետը զանգում է Իրանի նախագահին, այն Իրանի նախագահին, որ մենք ասում ենք դե Իրանի հետ մենք ինչ խնդիր ունենք։ Խստորեն դատապարտելով Պակիստանի վրա Հնդկաստանի չհրահրված հարձակումները, որոնք հանգեցրել են անմեղ քաղաքացիական անձանց, այդ թվում կանանց ու երեխաների նահատակությանը։ Վարչապետը հայտարարել է, որ Պակիստանի բաժարի զինված ուժերը թշնամուն տվել են պատասխանատու կշռադատված, բայց արժանի եւ վճռական պատասխան։ Հիմա դուք տեսնում եք, այսինքն զանգելա եւ դատապարտումա հրապարակային էլ մենք կարդում ենք, Հնդկաստանն էլ է, չէ՞ դա կարդում, որ Պակիստանը, Իրանը, էսեն Իրանն է, որ մի հատ հրթիռակոծեցին Պակիստանին անցյալ տարի, նրանք էլ պատասխան տվեցին ու շատ արագ բարեկամական հարաբերություններ հաստատեցին ու չշարունակեցին այդ գործը։ Երկու երկրների ղեկավարները մտկեր են փոխանակել նաև Պակիստանի եւ Իրանի միջև երկկողմ հարաբերությունների շուրջ։ Նրանք պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր, հատկապես առևտրի, հաղորդակցության, անվտանգության եւ մարդկանց միջև շփումների ոլորտներում։ Իրանի նախագահը Պակիստանի վարչապետին հրավեր է ուղարկել պաշտոնական այցով Թեհրան այցելելու, որը սիրով ընդունվել է, ասվում է հաղորդագրության մեջ։ Նայեցինք ժողովուրդ ջան։ Հիմա այս Իրանի մասին է խոսքը։ Պակիստանի հետ ընդգծված իր վերաբերմունքը, որ ինքը ցույց է տալիս։ Հիմա այդ պարագայում մեզ համար արդյոք մտահոգիչ չի, որ մենք չափը անցնենք այսօր Իրանի հետ։ Այն որ մենք Իրանի հետ խնդիր չունենանք, այդ պարզ է, դրա մասին չի խոսքը։ Այն որ մենք ինչ-որ բաներ ճշտենք, դա էլ հասկանալի է, բայց ավելին չանենք այդ ակտիվության, որը շատ լուրջ ուշադրություն է գրավում։ Այսինքն փաստորեն
հիմա էլի բաներ կա, մի հատ կարդամ Իրանի հետ կապված նոր ասեմ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է որ արևմտյան երկրները միմյանց դեմ կհանեն մերձավոր ու արևելքի երկրներին ապահովելու նավթի կայուն մատակարարումներ Իրանի նախագահի խոսքով որոշ երկրներ պատրաստ են ամեն ինչի որպեսզի տարածաշրջանից իրենց ձեռնտու գնով էներգետիկ ռեսուրսներ վերցնեն Առանց էներգառեսուրսների արևմտյան երկրները կաթվածահար կլինեն Նրանք ուզում են վերցնել մեր նավթը եւ մեզ զենք տալ, որպեսզի մենք իրար հետ կռվենք, ասել է Փեզեշքյանը։ Հիմա տեսեք, այսինքն նորից հիմա Իրանի նախագահը հիշեցնում է, որ այո, եթե առանց նավթի նրանք կկանգնեն ճգնաժամի առաջ, շատ լուրջ խնդիրներ կունենան արևմտյան երկրները, մենք ինչի ենք նրանց հետ համագործակցում փորձանում, բայց ի վերջո մի հատ նայենք այդ նույն արաբական երկրների հետ պայմանավորվածությունը մենք երեգել էինք խոսում, չէ՞, չմոռանանք դա էլ չգերագնահատենք, որի պարագայում մենք տեսել ենք, որ հենց արաբական երկրները տարան նավթային էմբարգոյի 1973 թվականի հոկտեմբերի 17-ին։ Չնայած մի քանի ամիս տևեց, բայց դա այնպիսի արտաքին քաղաքական ապտակ էր, որից հետո պետքա որոշում կայացնեին, որ իրանց կամակորության տակ չմնային, որտեղ իրանք կարող ցանկացան նավթով քաղաքական ճնշում ապահովել։ Դա իհարկե ստիպեց Ռուսաստանի հետ, Խորհրդային Միության հետ ծավալները մեծացնել, հենց նրանց ցերը կրակն ընկան։ Հիմա ինչի ենք ամեն անգամ դա հիշացնում պատմական, որտեղ այն ժամանակվա տեղի ունեցածի հետևանքները այսօր ենք մենք տեսնում։ Հիմա Իրանը արդեն անհանգիստ է, արդեն երեք տեսա, որ նրանց հետ որ պայմանավորվի նավթի գինը կարող են գցել։ Կարող է նավթի հետ կապված համագործակցության գնալ Ամերիկայի հետ։ Հիմա ինքը խառնված իրար ասում է, ինչ եք անում։ Այս զենքը տալիս են, որ իրար դեմ կռվենք։ Բերեք մտածենք, բայց ինքը այնպես չի, որ արաբների հետ լավ էլ համագործակցում է։ Իհարկե շահերի ընդհանրություն էլ կարող լինի, մրցակցություն էլ կարող լինի, բայց մեկ է միևնույն ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգները այն որ մտածում էր Իրանի շարքից հանի, որ նավթային հարցերով, որ Իրան պետք չի որպես մրցակից, եթե մանավանդ ինքը ցանկանում էր արդյունը աներ, այդ ծրագրերը իհարկե փոխվեցին, որ ամերիկան ծավալները մեծացներ եւ այդ ձևով հանդես գար գինքցեր, ինքը գինքցելու հնարավորությունները չունի իր պաշարներով ու ծավալներով, բայց հարցը մի ուրիշն է։ Այդ ժամանակ ինքը մտածում էր Ռուսաստանի հետ համագործակցության մասին, դրա համար իրան պետք է Իրանին շարքից անի, բայց արդյոք արդյունքում կհամարեի, որ Ռուսաստանի հետ համագործակցությունն է ճիշտ։ Այնպես որ չի շտապելու Իրանի հետ վերաբերմունք, բայց Իրանն արդեն անհանգստացած է երեկվա արաբական երկրների հանդիպումներից։ Իսկ հիմա մի հատ տեսնենք Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աբբաս Ահմադյանը հայտարարել է. Իրանը թույլ չի տա թշնամիներին խաթարել Հայաստանի հետ իր ռազմավարական հարաբերությունները։ Թեհրանում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը Ահմադյանն ասել է, որ Իրանի եւ Հայաստանի ռազմավարական հարաբերությունները եւ բոլոր ոլորտներում սերտ համագործակցությունը օգուտ կբերի տարածաշրջանի խաղաղությանը եւ կայունությանը։ Հարց է ծագում։ Նորից նայենք, Իրանը թույլ չի տա թշնամիներին խաթարել Հայաստանի հետ իր ռազմավարական հարաբերությունները։ Իսկ որ թշնամիների մասին է խոսքը, մեր թե իրա, մեր եւ իրա թշնամիները տարբեր են։ Սա մեկ, եւ հետո մեր թշնամիների հետ բոլորի հետ էլ Իրանը շատ լավ հարաբերություններ ունի։ Մեր շահերը ոտնահարելու վտանգ մենք ումից ենք տեսնում։ Եթե նույնիսկ կանոնը թշնամի չդնենք, ումից ենք տեսնում։ Ադրբեջան, Թուրքիա եւ Ռուսաստան։ Իրանը Ռուսաստանի հետ շատ լավ է, Ադրբեջանի հետ ինչպես տեսնում եք շատ լավ է, Թուրքիայի հետ էլ ինչպես տեսնում եք ընդհանուր ծրագիր են տանում Պակիստանի թիկունքին կանգնելով։ Ինչ հարցում է մեզ օգնելու։ Որ թշնամու հարցում է օգնելու իր բարեկամների միջոցով, թե բարեկամներին է զսպելու մեր դեմ։ Դրա համար այս հիմա դե հիմա սա համեմատեք այս հայտարարությունը, սենց կարակոդ որ Թեհրանից հնչում է, եւ մեկ էլ համեմատեք, թե ինչ է տեղի ունենում, ինչ է ասում Մասուդ Փեզեշքյանը մեղադրելով արևմուտքին եւ ինչ է տեղի ունենում բանակցություններ, որ դեռ արդյունք չկա, Ամերիկան կգնա ճնշումների թե չի գնա, թե Իրանը դրան կհամաձայնվի թե չէ, Իսրայելը ակտիվություն հանդես կբերի։ Եվ այս պարագայում, այո, մենք Իրանի հետ պետք է գծերը ճշտենք, այսպես ասած, բայց պետք է չափը չանցնենք, էլի, որտեղ դուք տեսաք այն հայտարարությունը, որ մեր թշնամիներից պատրաստվում է մեզ պաշտպանել, նաև տեսնում ենք, թե ի վերջո ում հետ է ինքը գործընկեր, Պակիստանի հետ։ Եվ դա արդյունքում մեզ համար ինչ խնդիր կառաջացնի։ Եթե Հնդկաստանը մի հատ հայտարարության դիմաց հարաբերությունը
խզում վատացնում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, կարող է նույնը նաեւ մեր հետ տեղի ունենա, որովհետեւ Պակիստանը մեղադրում է Իրանին եւ մենք գնում ենք մեզ էլ մի հատ փորձում է տեր կանգնի։ Իսկ Թուրքիայի տրանսպորտի ենթակառուցվածքների նախարարը հայտարարել է. Զանգեզուրի միջանց ծրագիրը նախատեսվում է իրականացնել առաջիկա 3-4 տարվա ընթացքում։ Զանգեզուրի միջանցքի նախագիծը Թուրքիան կապելու է թուրքական աշխարհի հետ, եւ Ադրբեջանը եւ Թուրքիան շարունակում են աշխատանքը նախագծի իրականացման ուղղությամբ, նշել է թուրք նախարարը։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանի համար անհասկանալի եւ անընդունելի է Զանգեզուրի միջանցք արտահայտությունը։ Հայաստանի Հանրապետությունը այդ արտահայտության հետ որևէ առնչություն չունի եւ այն փաստով, երբ նրան նման արտահայտությունն է օգտագործում, այստեղ դա անցալում է որպես տարածքային նկրտում Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ։ Ահա Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ինձ Զանգեզուրի միջանցք, բան չեն իրանք շարունակում դա ասել։ Բայց երկրների հետ ինչ-որ որքան գիտեմ ռեգիոնալ քաղաքականություն է անում Նիկոլ Փաշինյանը։ Եթե ինքը ասում է, այս ձևակերպումը դա տարածքային նկրտումները Հայաստանի նկատմամբ, բայց նույն մտավախությունը մենք էլ ենք ասում։ Ասում ենք, որ այո, մենք դա այդպես էլ ընկալում ենք։ Հարցը հո դա չի, մեկը կասի միջանցք, մեկը կասի կոմունիկացիան բացել, մեկը կասի տարանցիկ ճանապարհ, հո ձևակերպումը չի կարևոր։ Տալիս ես անխոչնդոտ ճանապարհ, ասում ես, որ ես սկաներներով եմ վերահսկելու, թույլ եմ տալու այդ բեռը անցնի, չենք էլ կանգնացնելու, ֆիզիկապես դնենք վերահսկենք, եւ այդ պարագայում Ադրբեջանը հրաժարվում է դրանից, չի համաձայնվում։ Բա մենք չանհանգստանանք, թե ինչի։ Այդ ինչի ինքը պատրաստ է ճանապարհը բերի հասցնի, Իրանն էլ պատրաստ է ճանապարհ տա, բայց ինքը ճիշտ ապում Իրանի ճանապարհով։ Ինչի եթե Իրանի ճանապարհով պետք է միանային, ինչի էր անունն ասում Զանգեզուրի միջանցք։ Ինչի Իրանի տարածքով ասնողը Զանգեզուրի միջանցք է կոչվում։ Սա նշանակում է, որ այդ մարդիկ հետևողականորեն այդ գիծը առաջ են տանում։ Այսինքն մենք տանում ենք, մենք կհասնենք, որ դա կանենք։ Իսկ մենք քանի որ վստահություն չունենք, որ եթե Նիկոլ Փաշինյանը հետները պայմանավորվի, կարող է վաղը մյուս օրը կանգնի, ասի դե տեսակ պայքարեցի, ասի ինչ միջանցք հերիքա դրան նետակ, բայց ուժես չպատեց, ինչպես տեսակ իրանք զորով այդ ամեն ինչը արեցին, ոնց որ պատերազմի շանտաժ մի քանի անգամ արել է։ Այսինքն մենք այդ վստահությունը չունենք, էլի, որ մեր անկախ տարաձայնություններից թե մենք ինչ կարծիքի ենք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, բայց եթե ինքը Հայաստանի շահերի համար կռիվ է տալու, մենք կգնանք կողքը կանգնենք։ Մենք գիտենք, որ ինքը հակառակորդի թիմից է խաղում։ Այդ է պրոբլեմը, որ չես իմանում, փաստի առաջ ես կանգնում։ Հիմա ինչպես տեսնում եք, եթե այսպես նայենք, եթե Նիկոլ Փաշինյանը թուրքական լրատվամիջոցին ասում է Զանգեզուրի միջանցք մի ասեք, դա Հայաստանը այլ ձևի են ընկալում, որ դուք տարածքային պահանջ ունեք, այդ դեպքում միանգամից հարց է ծագում, բայց իրանք շարունակում են ասել։ Ուրեմն դու նրանց հետ խաղաղության գնալու օրակարգ չունես, կամ դու ունես, որ իրանք բացարձակ իրանց դա չի հետաքրքրում։ Ու պետք չի ժողովրդին ասել, մենք որ ասում ենք խաղաղություն, մենք դրան կհասնենք։ Ինչպես տեսնում եք, ոչ մի բան էլ չեք հասնում։ Մի հատ էլ հայտարարություն կար, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել News.am Երևան Today 5-րդ տարեկ Politics.am լրատվամիջոցներին։ Հարցազրույցը տեղի է ունեցել երկրորդ նախագահի գրասենյակում, այն կհեռարձակվի երկուշաբթի մայիսի 19-ին։ Իհարկե ասեմ հարցը ինչն է, ես պարբերաբար եթե 100 անգամ այս թեմաներին անդրադարձել եմ, ինչից էլ որ ինքը պետք է խոսի մոտավորապես պատկերացնում ենք, հանգամանորեն ներկայացել Արցախի բանակցության հետ կապված ինչ ա արել, դա մենակ սխալներ չէ, դա հանցագործություն է, շատ բաներ արածը մենակ սխալներ չի, ինչ ա արել մարտի 1-ին, ինչ ա եղել 2004 թվականի ապրիլի 12-ին, հանգամանորեն փաստաթղթավորված հրապարակային հայտարարություններով լրիվ մանրամասն ներկայացնենք, բայց ուրիշ խնդիր է, եթե նույնիսկ 100 անգամ ասել է, ստիպված ենք լինելու 101-րդ անգամ էլ ասենք, ինչու համար որովհետև տեսեք, ինքը հրավիրում է իր սրտի ուզած լրատվամիջոցներին, նստում է մի հատ հետադարձ հայացք գցում, իր ուզած ձևի ներկայացնում է, իր ուզած հարցերին պատասխանում է։ Եվ մարդիկ էլ, որոնք մեկը քեզ լսել է, մեկը չի լսել, մեկը լսել է մոռացել է մի մասը, լսում է նրան ասում է, ոնց որ ճիշտ է ասում։ Առավել ևս, երբ որ իշխանությունները հակադարձում են, հասարակության մեջ անվստահություն կա նաև իշխանության նկատմամբ։ Ասում է դուք էլ եք սխալ, նրանք էլ են սխալ։ Այնպես որ հերիքա ձեր սխալը նրանց վրա գցեք։
Այնպես չի, որ արժանահավատ է իշխանության մեղադրանքները։ Նրանք նրանց են մեղադրում, նրանք նրանց են մեղադրում։ Արդյունքում ուզես թե չուզես, դուրդ գա թե չգա, եթե պետք է 101-րդ անգամ անդրադառնալ, ուրեմն ստիպված պետք է անդրադառնանք։ Այո, ես դա ուշադրությամբ կլսեմ, եթե այնտեղ նորից կփորձի մարդկանց թույլտվության մեջ գցի փաստարկված հանգամանորեն, եթե պետք է կոնկրետ հղումներով նշենք, թե ի վերջո ինչ է կատարվել այդ բանակցություններում, որի արդյունքում ինչ վիճակում ենք մենք հայտնվել։ Ոչ մի պարագայում դա չի կարող արդարացնել գործող իշխանությունների սխալները, բայց ոչ մի պարագայում չի կարելի թույլ տալ, որ նախկինները իրենց հարմար ձևաչափով նստեն ու հարմար առիթով ներկայացնեն, թե տեսեք մենք ինչ լավ ենք բանակցել, ինչ լավ ենք աշխատել, ինչեր ենք արել, հիմա այսօր Հայաստանում ինչա կատարվում։ Այն որ Հայաստանում վատ վիճակ է, դրա մեջ նաև կրկնակի մեղք ունեն նախկինները։ Առաջինը, որ այնքան վատ են կառավարել, որ մարդիկ սենց զզված ասին, ով է լլնի ձեզանից պրծասնի, մենակ թե ձեզանից պրծնենք սա մեկ, ուրեմն վատ եք կառավարել, եւ երկրորդ օգնեցիք եւ իշխանության բերեցիք այս իշխանությանը։ Այսինքն ով բողոքի, դուք հաստատ բողոքելու տեղ չունեք։ Ու նույնիսկ չի փրկում ձեզ, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանի թիմակիցները վիճեն, թե ով է բերել իշխանության։ Երկուսդ էլ հավասարապես բերել եք իշխանության։ Սերժ Սարգսյանին մերժելու ժամանակ Նիկոլ Փաշինյանին հրապարակում մերժենք Սերժի շարժման շատ մարդիկ Ռոբերտ Քոչարյանի ցուցակով պատգամավոր են։ Կարող է չգիտենք, կամ նրանց սպասարկող կայքերը մերժենք Սերժին ծրագիր էին տանում, կարող է չգիտենք։ Այնպես որ դա հրաշալի գիտենք, որ դուք պայքարում եք Սերժ Սարգսյանի դեմ, բայց Սերժ Սարգսյանն էլ քվեարկեց, իրանց ձայներ ապահովեցին, որ Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ, բայց եւ միևնույն ժամանակ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներն էլ կոալիցիա կազմեցին Նիկոլ Փաշինյանի հետ եւ նաեւ ապահովեցին բավարար ստորագրություններ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը երկրորդ փուլով ընտրվի վարչապետ, որովհետև առաջինով չէր ընտրվել, երկրորդի համար բավարար չափով ստորագրություններ պետք։ Այնպես որ այդ ամեն ինչը մենք հրաշալի գիտենք, դրա հետ կապված դա էլ մեր ուշադրության կենտրոնում կպահենք, հեչ ցանկալի չի, որ նորից իրանք փորձեն վերակենդանանան, բայց հիմա ինչպես տեսնում եք, իրանցով նորից օրակարգ են լցնում, որ տեսեք, մենք ենք, որպեսզի 26 թվականի ընտրությունները էլի պայքարող ուժերը իրանք լնեն։ Այնպես որ բայց ստիպված ենք Եթե այսօր այս հարցին է վերաբերվում, առաջիկայում կլսենք վաղը ինչ է կատարվել, ինչ են ասել, եթե վաղը ժամը կհամապատասխանի այդ ժամանակ կխոսենք, եթե չէ մյուս օրը հանգամանորեն ես դրանց կանդրադառնամ։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։